Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, պետք է մի փոքր անդրադառնամ պարոն Աբրահամյանի ելույթին։ Պարոն Աբրահամյանը եկել է այստեղից խոսում է բանակի մարտունակությունը վերականգնելու մասին, թե ինչքան վատ վիճակում է հիմա գտնվում բանակը, թե ինչքան է կրճատվել բանակի բյուջեն, ընդ որում ասեմ, որ ես վերջերս ուսանողների հետ շատ եմ հանդիպում եւ նրանց կողմից է անդադ լսում եմ, թե բյուջեն կրճատել եք պաշտպանության նախարարության, սիրելի հայրենակիցներ, չկա նման բան, օրեր առաջ ես գործընկերներիս հետ գնացել եմ եւ ծանոթացել ենք մեր նոր սպառազինություններին, ընդ որում ես ինձ հետ արել եմ նաեւ իմ օգնականին, ով 2020 թվականին ծառայում էր բանակում, հետեւաբար նաեւ մասնակցել է պատերազմին, քանի որ ինքս շատ բան չէի հասկանում զենքերից, իհարկե այնտեղ ներկայացվում էր, բայց նաև ինչ շատ հետաքրքիր էր իր կարծիքը եւ նա մի բան ասեց, որ այդ զինատեսակները ամբողջ ինչ որ մենք տեսել ենք, ասեց, որ դրանցից ոչ ոք ինքը 20 թվականին չի տեսել։ Ու եթե մենք վաղուց լծված լինեինք բանակը վերազինելու գործին, մենք 2020 թվականին լրիվ այլ պատկեր կունենայինք։ Պարոն Աբրահամյան, ով, բայց դուք կամ ձեր նախկին իշխանություններից որևիցե մեկը չի կարող բանակի վերաբերյալ կարծիք հայտնել կամ մարտունակության վերականգնման մասին առավել եւս խոսել։ Մենք վերջին տարիներին ինչքան զենք որ մենք գնել ենք նախորդ տասնամյակներում, Սերժ Սարգսյանի իշխանավարության եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին միասին վերցրած այդքան զենք չի գնվել եւ հատկապես այդքան գործ որ արվում է բանակում ու դրանից հետո դուք խոսեք նաեւ հանդիպեք քաղաքացիների երիտասարդների դաժամբյոն օգտագործեք խոսեք թե բանակի մարտունակությունը ընկել է թե բյուջեն կրճատում են լիովին դուք ապատեղեկատվություն եք տարածում եւ ուղղակի լավ կլինի որ դուք չխոսեք բանակի մասին որովհետեւ բանակը ինչ վիճակում որ գտնվում է դրա ամբողջ մեղքը գտնվում է ձեր տիրույթում Այստեղ պարոն Թադևոս Ավետիսյանը խոսեց սոցիալական վիճակի վատթարացման հետ կապված, հա նվազագույն աշխատավարձը չեք բարձրացնում, այո, չենք բարձրացնում նվազագույն աշխատավարձը 26 թվականին, բայց մենք ունենք այլ մեխանիզմներ, մենք ունենք հետվճարի համակարգ ենք ներդրել, հա 2026 թվականից բոլոր քաղաքացիների անկախի գնումների դեպքում 2% իրենց ծախսած գումարից հետվճար կստանանք։ Մենք ատեստավորման համակարգ ենք ներդրել տարբեր բնագավառներում, կոնկրետ ուսուցիչների հետ կապված մեծ արձագանք կա, ամեն տարի ավելի շատանում են եւ ավելի բարձր աշխատավարձ են ստանում մեր ուսուցիչները։ Նաև կենսաթոշակառուների հետ կապված ասեմ, որ 2026 թվականից հետվճարի համակարգը 12%-ի փոխարեն նրանք կստանան 20% հետվճար պլյուս 2%-ը, որը որ բոլորիս է վերաբերվում, նաև դա կգումարվի եւ առավելագույնը 10,000 դրամ ամսական կարող են յետ գումար ստանալ, նաև այն ընտանիքները, որոնք երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ամսական ստանում են 50,000 դրամ, նրանք եւս կարող են, այսինքն այդ քեշբեքի համակարգը տարածվում է նաև նրանց վրա եւ նրանք եւս մինչեւ 10,000 դրամ կարող են ամսական ավել գումար ստանալ։ Ինչպես նաև այսօր մենք քննարկեցինք առողջապահության համապարփակ ապահովագրության կներեք ժամանակը վերջացել է, բայց նաև մեր կենսաթոշակառուները, քանի որ ընդգրկվում են նաև 2026 թվականից, էականորեն նաև նրանց առողջապահությանը վերաբերող ծախսերը նաև սրանով դուրս են գալիս։ Այսինքն նրանք նաև պետությունը կողոքա նրանց առողջապահական հարցերը։ Դեռևս այսքանը, շնորհակալություն։